Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվ այսպես, հունիսի 5-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Մատվիենկոյին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այսօր շարաբոթվանից տասնյակ քաղաքացիներ ազգային ժողովի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ Մատվիենկոյի Հայաստան այցի։ Բողոքի ակցիան սկսվեց միջադեպով։ Ոստիկանը խլեց խոսափողը հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ձեռքից։ Որոնքի իման վրա թույլ չեք տալի որոնքի իման վրա այն էս կլուծենք, որ իրանք դաշտակներն են, որ կարող է մենակ դաշտակներին է կարելի միություն անել։ Իրանք դաշտակներին են սովորում։ Россия вон из Армении! Россия вон из Армении! Россия вон из Армении! Россия предатель! Россия предатель! Россия миротворец! Россия торговец! Арцах не вашей совести! Арцах не вашей совести! Фашисты! Фашисты! Այնուհետև Բաբաջանյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված երկիր է, մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ եւ նրանք այլևս այստեղ չպետք է մտնեն որպես սեփական տարածք ու սեփական դուքյան։ Ցույց տալ, որ Հայաստանը այլևս Ռուսաստանին չի դիտարկում որպես դաշնակից, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները դրա բոլոր հետևանքներով։ Իրենք այլևս այստեղ չպիտի մտնեն որպես սեփական տարածք, սեփական դուքյան, իրենք պիտի այստեղ իմանան, որ մի քանի անգամ ավել պիտի մտածեն Հայաստան գալիս եւ պատահական չի, որ Մատվիենկոն ասուլիս չի տալիս, որովհետեւ ցավագին հարցերից է խուսափում։ Բայց մոտ մեկ ամիս առաջ Սերգեյ Լավրովն էր Հայաստանում, որ ասուլիս է տվել։ Այո, եւ դա առաջին անգամ ռուսաստանցի որևէ բարձրաստիճան պաշտոնյա տեսավ, թե Հայաստանում ոնց են առասարակ Հայաստանում դիմավորում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյային եւ հետ այսու բոլոր ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին հենց այսպես են դիմավորել։ Բայց այդ ժամանակ հեռացին ագնե շենքի մոտից, ըստ երևույթին, որ Լավրովը չտեսին թե ինչ է։ Դե հիմա էլ ոստիկանները կարծես նույն առաքելության են։ Ով կարող է լինել Հայաստանի հավատին դաշտը։ Նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարական հեռանկարները, Հայաստանի զարգանալու, անվտանգ լինելու, պաշտպանունակ լինելու, դիմակայուն լինելու իրավունք։
Իդեպ, ի տարբերություն նախորդ համանման ակցիաների, այս անգամ Ռուսաստանին աջակցող դեսանտ էր իջեցվել ազգային ժողովի դիմաց եւ փորձում էին սադրել Մատվիենկոյի դեմ բողոքի ակցիա անողներին, որը սակայն կանխվեց։ Ուշագրավ է, որ երեք Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով Եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանը ցուցադրաբար չի վճարում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամավճարը։ Նա նշել է, որ Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի արևմուտք, բայց միևնույն ժամանակ շարունակում է օգտագործել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։ Մեջբերում եմ, կարծում եմ, որ անդամավճարների չվճարումը ամենակարևոր պատճառը չէ հապկում Հայաստանի իրական մասնակցության քննարկման համար։ Ակնհայտ է, որ նրանք անդամավճարները ցուցադրաբար չեն վճարում, քանի որ նրանք ընդհանուր առմամբ կասեցրել են հապկի շրջանակում ցանկացած համագործակցություն, բայց միևնույն ժամանակ նրանք շարունակում են մնալ Եվրասիական միությունում եւ ավելին փորձում են ապացուցել իրենց բնակչությանը, որ հնարավոր է հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից, քաղաքական համագործակցությունից, վերակողմնորոշվել դեպի արևմուտք, բայց միևնույն ժամանակ վայելել տնտեսական կապերն ու տնտեսական զարգացումը հիմնված Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ու Եվրասիական միության մյուս երկրների հետ կապերի վրա, ասել է նա։ Զատուլինի խոսքով Հայաստանի ճակատագիրը եւ ուղղությունը կորոշվեն հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրություններում։ Իհարկե ավելի եւ ավելի են խոսվում այն մասին, թե ուր է գնալու Հայաստանը հաջորդ թիվ։ Ես իսկապես հույս ունեմ, որ վերջապես Հայաստանում հարցեր կտան այն կառավարությանը, որը կորցրեց ամեն ինչ, հանձնեց ամեն ինչ, դավաճանեց ամեն ինչ եւ շարունակում է մնալ իշխանության, նշում է նա։ Նշեմ նաև, որ երեք ազգային ժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը չի վճարել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր 2024 թվականի անդամավճարը։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի անդամակցության վճարները ՀԱՊԿ բյուջե, կազմակերպության անդամ երկրները կարող են քննարկել տարբեր սցենարներ։ Զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մկրտչյան, սկսենք Մատվիենկոյի այցով, որը ուղեկցվեց նաև ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայով, եւ նաև լավ էր, որ Մատվիենկոն հնարավորություն ունեցավ տեսնելու այն եւ լսելու բացականչությունները եւ այլն։ Մատվիենկոյի այցը Լավրովից հետո է տեղի ունենում, ինչ Լավրովի դեպքում եւս Մատվիենկոյի դեպքում եւս ասում են, ինչու պետք է մարդկանց հյուրընկալի առհասարակ Հայաստանը, ինչու պետք է մակարդակի շփումներ ունենա այն երկրի ներկայացուցիչների հետ, ովքեր հրաժարվել են Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորություններից, աջակցել են եւ աջակցում են Հայաստանի Հանրապետության թշնամուն, աջակցել են Արցախում էթնիկ զտմանը, եւ հիմա մենք այդպես կարծես ոչինչ չի եղել, հանդիպում ենք, ժպտում ենք, ծաղիկներ ենք նվիրում։ Դե գիտեք, առհասարակ հանդիպումները ամբողջությամբ բացառել հնարավոր չէ բոլոր պարագաներում, սա պետք է ընդունենք եւ հասկանանք։ Այլ խնդիր է, որ այդ հանդիպումների ժամանակ պետք է կնճռոտ հարցեր վերհանվեն, այդ հարցերի շուրջ քննարկումներ տեղի ունենան, առհասարակ հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորեն ամբողջ փաթեթով։ Մի հատ էլ թող դանակը ոսկորին կպնի։ Հիմա չէ, ինչու։ Դանակը հասավ ոսկորին, մենք սկսեցինք ՀԱՊԿ-ում վերաիմաստավորել մեր ներկայությունը։ Դե այդքան էլ չենք վերաիմաստավորել։ Եթե իշխանության այդ սառեցված կարգավիճակի մասին լոլոներն եք դուք հիմա փորձում վերաիմաստավորել իբրև ներկայացնել, դա վերաիմաստավորել չի, դա ոչնչի մասին խոսակցությունը, առհասարակ ՀԱՊԿ կանոնադրությունը անգամ սառեցված կարգավիճակ որպես այդպեսին չի նախատեսում եւ դա մտածածին է, ինչպես օրինակ ներքաղաքական տիրույթում սառեցված տերտերի կարգավիճակը, հա, օրինակ, նույնն է։ Եվ այստեղ է, որ հակասություն կա օրվա իշխանությունների հետ։ Ժիրայրումից ենք ինչ պահանջում։ Մեզանից։ Մեր պահանջը պետք է լինի, այո, մեր իշխանություններից, մեր հայրենակիցներից, ինչու ոչ, եւ այսպիսի հանդիպումների ժամանակ ծաղիկներ էլ կարող են նվիրել, էթիկայից ելնելով։ Գուցե տանեն այնտեղ իրենք շատ տապաններ ունեն, այդ տապաններից մեկի վրա այդ ծաղիկն օգտագործեն, բայց հարցերը պիտի բարձրացվի։ Ես օրինակ այսօր չեմ հանդիպել
տեղեկատվական դեռևս այսպիսի մի արտահոսքի, թե ինչա քննարկվել Մատվիենկոյի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ։ Ինչ քննարկվել է մեր ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է։ Դա հարցը քննարկել է։ Շատ հետաքրքիր է, քննարկվել է, թե չի քննարկվել։ Ազգային ժողովի նախագահը շարունակաբար պնդում է, դա լեզվի սայթակում չէր, պնդում է, որ հիբրիդային պատերազմ է մեր դեմ տարվում եւ ի պատիվ իրեն իրերը կոչում է ինքը իրենց անունով։ Այդ պատերազմը մեր դեմ տանում է Ռուսաստանի Դաշնությունը, այդ պատերազմը օր-օրի սաստ կանում է Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Մենք տեսանք, չէ՞, այսօր օգտագործվող այդ ցուցարարների խմբակին, որ դեմ էին կանգնել Մատվիենկոյի դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների առաջ, ու սա էլ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է, ու ցավոք սրտի պետք է նաև արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունում հաճախորդների պակաս Ռուսաստանի Դաշնությունը չի ունենալու։ Մի քանի պատճառ էստեղ էլ կարող ենք մատնանշել, հիմքում դնել, որովհետև նախ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս 7 տարվա ընթացքում իրավաքաղաքական գնահատական նախկինում տեղի ունեցած հանցագործություններին չեն տվել, դրանով իսկ ազատ դաշտ եւ պարարտ հող են ստեղծել այս մոլախոտերի համար, որպեսզի աճեն, սա ամենակարևորն է եւ իհարկե ցավոք սրտի պետք է ասեմ, մեր ժողովուրդը փող շատ է սիրում, Ժիրայր։ Ով չի սիրում, բայց դե մեր ժողովուրդը ամեն ինչի է պատրաստ, ժողովրդի մի ստվար զանգված, ժողովրդի մի անորակ զանգված, որ կա, շատ է սիրում այդ փողը ու սա էլ պետք է մեզ համար նորմալ լինի, սա էլ պետք է մենք ընդունենք, այդ փաստի հետ առերեսվենք ու ըստ այդմ մեր գործողությունները կառուցենք։ Տեսեք, Մատվիենկոյի այցից առաջ Կոնստանտին Զատուլինն էր հայտարարել, որ պետք է հարցեր տա հայ հանրությունը կառավարությանը, որ ամեն ինչ ձախողել է, հանձնել է, կործանել է եւ 2026-ի մասին է խոսում, նշում է, որ դա վճռորոշ է լինելու, հասկանալու համար, թե Հայաստանը ինչ է վերաձևակերպում, այսինքն իր արտաքին քաղաքականությունը, հետո ասում են Հայաստանը կարծում է, որ կարող է հապկում անդամավճար չվճարել, միջոցառումների չմասնակցել, բայց վայելել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի տված տնտեսական օգուտները։ Ահա, սկսել են տեղից դղկալ Ռուսաստանի պաշտոնյաները։ Զախարովան, որ շաբաթական մի քանի անգամյա ռեժիմով է տեղից դղկում եւ այսպիսի հակահայկական հայտարարություններ անում, հիմա նրան հաջորդում է Զատուլինը։ Սա ինչի մասին է, սա մեսիջ է։ Թե Հայաստանի Հանրապետության իշխանություններին, թե հայ հանրությանը, որ այ տեսեք, եթե դուք շարունակեք այդ ձեր քաղաքականությունը եւ հիմա էլ փաթեթավորել եք բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության փաթեթով եւ եթե դուք ձեզ ինչ որ առումով իրականությունից կտրվածի, գժի տեղ դրածի կարգավիճակում փորձեք ցույց տալ, որ Ռուսաստանի Դաշնության հետ ենք, բայց նաեւ քայլեր ենք կատարում Եվրամիություն, սա ձեզ չի ներվելու։ Իրականում այստեղ պետք է մի բան արձանագրենք, որ այսպես թե այնպես Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի ներելու։ Ռուսաստանի Դաշնությունը այս քենը քշում է մեր պետության եւ մեր ժողովրդի ուղղությամբ դեռևս 2018 թվականի իրադարձություններից հետո։ Վլադիմիր Պուտինը չի կարող մարսել հետխորհրդային մի պետություն, մի երկիր, որ իշխանություններին բերում է ժողովուրդը եւ ազատ արդար ընտրությունների, հատկապես նաեւ փողոցային պայքարի արդյունքում իշխանություն է ձևավորվում։ 2026 թվականը լինելու է ճակատամարտի տարի։ Առհասարակ 2026 թվականը լինելու է ճակատամարտի տարի Հայաստանի Հանրապետության անկախության դեմ պայքարողների, Հայաստանի Հանրապետության անկախության ինքնիշխանության տակ ականներ ռումբեր տեղադրողների եւ Հայաստանի Հանրապետությունում անկախականների միջև։ Այլ տարբերակ չկա, ովքեր որ մեզ կասեն, որ գիտեք, դա այդպես չի, բալանսավորման Ռուսաստանի Դաշնությունը դաշնակից է, Ռուսաստանի Դաշնությունում ունենք 3 միլիոն հայրենակից եւ այսպես շարունակ մանիպուլացնում են եւ մեզ խաբում են։ Տեսնում ենք, որ ՀԱՊԿ անվտանգային համակարգ որպես այդպիսին ծակ չգործող անվտանգային համակարգ է եւ հավելյալ անվտանգային ռիսկեր ու սպառնալիքներ է մեր ուղղությամբ ստեղծում նաեւ Երբ որ մենք փորձում ենք այս ուղղությամբ անգամ հստակ դուրս գալու մասին խոսքը չի գնում, չէ՞։ Մենք չենք վճարում անդամավճար մի կառույցի, որը
որը չի պատրաստվում մեր սահմանները ճանաչել։ Մենք չենք վճարում անդամավճար մի կառույցի, որը այդպես էլ հստակ չարձանագրեց եւ անգամ քաղաքական բնույթի հայտարարություն չարեց, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ինչ ենք ստանում ի պատասխան։ Լավրովները, Զախարովաները, Զատուլինները, Կիրիենկոները ինչ են անում, նստում ու մեղադրում են Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին, որ դուք ոչ այնքան բարյացակամ բան եք, դաշնակից եք։ Դուք եք դավաճանել Ռուսաստանի Դաշնությանը, այնինչ իրերը լրիվ հակառակ դասավորվածություն ունեն։ Բայց եթե դու որևէ բան չես անում, ի վերջո այն ինչի մեջ դու իրենց մեղադրում ես, քեզ են դրանում մեղադրում։ Դե գիտեք, որևէ բան չանելու մեջ ես տեսնում եմ իշխանության վախերը։ Մեզ պետք է հստակ արձանագրենք, կամ այս իշխանությունները թոթափում են իրենց վախերը եւ գնում են հստակ գործողությունների հապկի մասով։ ԵԱՏՄ-ի մասով, որ պիտի դուրս թողնեն, թող դուրս թողնեն։ Առավոտից երեկո հայկական արտադրանքի մեջ էլ ցուպիկ, էլ չգիտեմ ինչ ասես գտնում են, Լարսը երբ պետք է այդ պորտալները փակում են, երբ պետք է այդ հիբրիդային պատերազմի գործիքն ու մահակը մեր գլխին կիրառում են, հիմա էլ հոխորտում են, որ հապկում անդամավճարի չվճարելը կարող է հանգեցնել օրինակ ԵԱՏՄ-ից դուրս թողնելու։ Այդ չենք խոսում Եվրոպական միության անդամակցության ուղղությամբ քայլեր կատարելու մասին։ Դուք պատկերացրեք Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանկարծ որոշում կայացնեն հստակ կոնկրետ գործողությունների ծրագրով գնալ դեպի Եվրոպական միություն, օրինակ դիմեն Եվրոպական միությանը անդամ տեխնացուի կարգավիճակ ստանալու համար։ Բայց ես այդ մասով այս ուղղությամբ հա պետք է աշխատանք տանել։ Գիտեք, դիվերսիֆիկացիա բառը եղել է 2024 թվականի ամենամոդայիկ եւ ամենաշատ օգտագործված բառը օրվա իշխանությունների կողմից, բայց մենք այդ տնտեսական դիվերսիֆիկացիան որպես այդպեսին չենք տեսնում։ Հանուն արդարության ասենք, որ այո, զենքի գնման ոլորտում այո դիվերսիֆիկացվել է եւ բավականին մեծ տոկոս է կազմում այլ երկրներից գնված զենքը կամ գնվելիք զենքը, բայց տնտեսությունը շարունակում է կապված լինել ԵԱՏՄ-ի հետ եւ երբ որ մենք հարց ենք բարձրացնում, ես օրինակ մասնավոր դրույթներում երբ որ իշխանական ներկայացուցիչների հետ հարց եմ բարձրացնում, ինչու էս ճանապարհով, նրանք մեզ պատասխանում են, որ այ ԵԱՏՄ-ն այ բիզնեսի այսպես արտն են նետում քարը, բիզնեսն է մեղավոր, մենք չենք, բիզնեսը գնում է ԵԱՏՄ եղբայր, տիկնայք եւ պարոնայք հարգելի իշխանություններ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, բիզնեսի համար ԵԱՏՄ-ն հարմար գործելու շուկա է, արտադրել, անորակ ապրանք ստանալ, տանել, սպառել, վաճառել ռուսական շուկայում կամ Ռուսաստանի Դաշնության սանկցիոն ապրանքները, որը չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն ուղիղ ճանապարհով, դա անել Հայաստանի Հանրապետության միջոցով եւ այդտեղ դհոլ խփողներն էլ են շատ, չգիտեմ, զուռնանվագողներն էլ են շատ, ապօրինի հարստացողները կամ այդ հողի վրա հարստացողներն էլ են շատ, բայց ուր կորավ Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի շահը։ Դա ի վերջո հիբրիդային պատերազմ, որ ասում է Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ հիբրիդային պատերազմը մեր դեմ սկսվել, թող բարի լինի հայտարարի, որ ԵԱՏՄ-ն հիբրիդային պատերազմի գործիք է, հիբրիդային պատերազմի մահակ է, հիբրիդային պատերազմի ավտոմատ է, հիբրիդային պատերազմի, չգիտեմ, թնդանոթ է մեր դեմ կիրառվող, ոնց կուզի թող կարագնի հիմնական արգելակը դեպի Եվրոպական միություն քայլեր իրականացնելու բանից հապկից դուրս գալու ԵԱՏՄ-ն է։ Սա պետք է գիտակցել։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանը եւ Եվրամիությունը հունիսի վերջին կստորագրեն նոր եւ հավակնոտ գործընկերության օրակարգը, Երևան կժամանեն Եվրամիության բարձրագույն պաշտոնյաները, այդ թվում Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Սա մեզ չի հուշում, որ հա այնուամենայնիվ Հայաստանը եվրոպական ուղղությամբ կոնկրետ քայլեր է անում։ Այս օրակարգն էլ կստորագրեն, կհրապարակեն, կհասկանանք ինչ է, դրանից կարող ենք ինչ-որ վերլուծություն անալ, հասկանալ ինչ է կատարվում։ Այն որ Հայաստանի Հանրապետությունը քայլեր կատարում է դեպի Եվրոպական միություն, դա ակնհայտ է, բայց կիսատ պռատ է, դա բավարար չի։ Այդտեղ է մեր եւ իշխանությունների հակասությունը, եթե իշխանությունները այսպես տոտիկ այն փոքր մանկահասակ երեխայի նման չոչ անելով են դեպի Եվրոպական միություն գնում, մենք ասում ենք պետքա ոտքի կանգնել եւ
արագ քայլերով դեպի Եվրոպական միություն գործողություններ իրականացնել։ Առնվազն դիմել Եվրոպական միությանը անդամ տեխնացուի կարգավիճակ ստանալու համար։ ԵԱՏՄ մահակից պետք չի վախենալ։ Ընդհակառակը պետք է սեփական ժողովրդի հետ երկխոսել, սեփական ժողովրդին այդ օրակարգը բացել, ներկայացնել, որ այո, սիրելի հայրենակիցներ, դեպի Եվրոպական միություն ճանապարհը Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցության հեռանկարը որպես այդպիսին իրենից ենթադրում է ռիսկեր, իրենից ենթադրում է խնդիրներ, ինչու ոչ, եւ այդ խնդիրները շատ աշխատանք, այո, եւ մենք պետք է ազգովի դա հաղթահարենք։ Այս ազնվության պակասը բոլոր ժամանակներում, բոլոր ժամանակների քաղաքական գործիչներին միշտ պակասել է։ Այ պետք է ազնիվ մեր հայրենակիցներին բացատրել սա։ Մի թևն էլ կա, պետք էլ չի հասարակության մոտ պատրանքներ ստեղծել, չգիտեմ, զուր հույսեր ստեղծել, որ Եվրոպական միությունը Լեռնային Ղարաբաղը ազատագրելու, որ Եվրոպական միությունը ղարաբաղցիներին Ղարաբաղը վերադարձնելու, Եվրոպական միությունը, չգիտեմ, տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությանը անմիջապես ՆԱՏՕ-ի անդամ պետությունա դարձնելու։ Սա պետք է գիտակցել, այս ամեն ինչի մեջ ոսկե միջին եւ իրական ճշմարտությունը ներկայացնել մեր հայրենակիցներին։ Դրանից հավաստիացնում եմ ձեզ, ոչ օրակարգը կտուժի, ոչ էլ առավել եւս այդ ճանապարհին հիբրիդային պատերազմի գործիքները, որպես այդպեսին կարող են ծառայել։ Վալենտինա Մատվիենկոն ասում է, որ Հայաստանի վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև որևէ խնդիր չկա։ Պուտինի եւ Փաշինյանի միջև պահպանվում են կառուցողական հարաբերություններ, նրանց միջև եւս որևէ խնդիր չկա։ Մատվիենկոն քիչ առաջ է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ցիտում է, ասում է, Հայաստանի վարչապետը ինձ հավաստիացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև որևէ խնդիր չկա։ Չգիտեմ, կամ Մատվիենկոն ասում, կամ Փաշինյանն է փորձում փափուկ բարձ դնել Մատվիենկոյի հայտնի ձայնագրության հետքերով գնալ։ Ոչինչ չի եղել։ Կուշ քեզ ասում եմ կուլա դու լսի, կամ ժողովրդի մոտ տարածված մեկ այլ ասացված կա, գցել իրեն դոդի բախչեն եւ տպավորություն ստեղծել, որ ոչինչ տեղի չի ունեցել, ինքը ոչինչից խաբար չի։ Առնվազն այս 3-ից մեկի հետ գործ ունենք։ Այլապես Հայաստանի Հանրապետության վարչապետին լեգիտիմ հարցեր կա, որ պետք է ուղղենք, եւ վարվող քաղաքականություն այս հանդիպումից առանձնապես ես ինքս նախ մեծ սպասելիքներ չունեմ։ Այս հանդիպման ժամանակ արտահայտած մտքերին առանձնապես լուրջ էլ չեմ վերաբերվում, երկկողմանի լուրջ չեմ վերաբերվում։ Գործողություններին պետք է հետևել։ Եթե Փաշինյանը, եթե Մատվիենկոյի արած հայտարարությունը կամ Փաշինյանը այն ինչ որ փոխանցել է Մատվիենկոյին դա ճիշտ է եւ գործողություններն էլ այդ տրամաբանությամբ շարունակվեն 2026 թվականին առնվազն Նիկոլ Փաշինյանի առաջ կդրվի շատ կոնկրետ հարցեր, որոնց պետք է տա ինքը շատ կոնկրետ պատասխաններ։ Այ 2026-ից դրա համար են Մատվիենկոները վախենում, որ միահեծան իշխանությունը Նիկոլ Փաշինյանի հավաստիացնում եմ ձեզ 2026 թվականին, որքան էլ որ իշխանական ներկայացուցիչները իրենց առաջ խնդիր դնեն 60+70+% արձանագրելու, հավաստիացնում եմ ձեզ, որ իշխանությունը 2026 թվականի ընտրություններից հետո չի լինելու միահեծան, եւ Նիկոլ Փաշինյանի առաջ այս խնդիրներն ու այս հարցերը դրվելու է, որ հարգելի պարոն Փաշինյան, այդպես չի։ Կամ եթե լինի Փաշինյանը։ 2026 թվականն է շոշափվում, նաև նշեցի, որ Զատուլինն էլ է շոշափել, վճռորոշ համար էլ դուք ասում եք լինելու է, այսպես մենամարտ, վերջին, այսպես ասած, մենամարտ, իրականում ճակատամարտ է։ Շատ լավ, անկախականների եւ անկախությանը դեմ, հա, օրինակ Եթե կան ստեղ քաղաքական ուժեր դեկան, որոնք հենց ջատակովում են այդ ռուսական գիծը եւ այո անկախության հարցը դնում են կասկածի տակ, այդ տրամաբանության մեջ ենք օրինակ դիտարկում նաեւ եկեղեցի քաղաքական իշխանություն այս փոխրաձգությունը, հա, այսինքն եկեղեցին եւս կարող է 26-ին դառնալ քաղաքական գործոն եւ հետեւաբար որ ճամբարում լինել։ Շիրեր, եկեղեցին վաղուց քաղաքական գործոն է, եկեղեցու որոշ սպասավորներ վաղուց քաղաքականության մեջ են, որոշ սպասավորներ, որ ես ասում եմ, այդ թվում նկատի ունեմ Գարեգին Բ-ին։ Դեռևս 2020 թվականին, երբ որ 17+ էր, 18+ էր, մի այդպիսի համախումբ կար, շրջանակ կար, որ օրվա իշխանությունների հրաժարական էր պահանջում, մի տերտեր իր թեմից ռազմական հեղաշրջման կոչեր էր անում,
հետո եկանք հասանք դեպի ավելի մոտ ժամանակահատված մեզ, մեր օրեր, երբ որ մի ինքնասառեցված տերտեր ստի եւ ստի գերդոզավորմամբ հասարակությանը փորձում էր մոլորեցնել, գարեգինն էլ օրհնում էր։ Եկեղեցին վաղուց, եկեղեցու որոշ սպասավորներ վաղուց քաղաքական գործոն են։ Ես միշտ ասում եմ, հարգելիներս, ունեցեք այնքան համարձակություն, այնքան պարկեշտություն, գոնե թե, հա, դա էլ գուցե գնահատվի մեր հանրության կողմից։ Հանեք վեղարը եւ ցույց տվեք տակի պագոնները մեզ։ Որ ճամբարում մի հատ օրինակ բերեմ, ոսկեպարի եկեղեցու հանձնման fake լուրը, որ երկրի հատուկ ծառայությունները միլիոնավոր դոլարներ կծախսեին, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունում այդ լուրը կայծակնային արագությամբ եւ այդպիսի լայն շրջանակների հասու լիներ եւ տարածվեր։ Օրինակ կարող ես դու ինձ պատասխանել Ժիրայր, որ երկրի հատուկ ծառայությունը օրինակ միլիոնավոր դոլարներ կծախսեր հոգեվոր հողի վրա, հոգեվոր հովիվի այդ կեցվածքով, որպեսզի ավելի շատ ընտանիքներ մտնի այդ fake լուրը, որ հատուկ ծառայության ներկայացուցիչները կծախսեն։ Եթե օրինակ հետևենք պաշտոնական դիտարկումներին, օրինակ Ալեն Սիմոնյանին, ուրեմն Ռուսաստան, անուղակի կերպով Ադրբեջան, Ալլա շուքյուր Փաշազադեին սարքել են Հայաստանի Հանրապետությունում աստղ վերջին օրերին եկեղեցականները։ Ալլա շուքյուր Փաշազադեի երկիրն ու նրա առաջնորդը, հավաստիացնում եմ ձեզ, նրանց հատուկ ծառայությունները միլիոնավոր դոլարներ կծախսեին, որ Հայաստանի Հանրապետությունում այդ որակի, այդ խնդիրը շահարկվեր ու տարածվեր։ Այդ հողի վրա փորձեր կանեին հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիա հրահրել։ Հիմա պարզա չէ, որ երկրից են նրանք սնվում, անկախությանը դեմ ճամբարում են։ Նրանք եկեղեցին առհասարակ եկեք նայենք էլի, եկեղեցին այո ազգապահպան գործունեություն ա ծավալել, այո հայապահպան գործունեություն ա դարեր շարունակ ծավալել, բայց դուք գիտեք մի ժամանակահատված, որ կամ ճնշող այսպես ժամանակահատված, մեծ երկարաժամկետ ժամանակահատված, որ եկեղեցին անկախության ջատագով ա եղել։ Եկեղեցին կամ որոշ եկեղեցականներ, հայտնի եկեղեցականներ դարեր շարունակ կայսրի մոտ խունկ ծխող են եղել։ Այո, հայապահպան գործունեություն ծավալել են, զուգահեռաբար։ Բայց դարեր շարունակ կայսրի մոտ խունկ են ծխել, կայսրի հրովարտակով եւ կայսրի հրահանգով ընտրվել, կառավարելի դարձրել հասարակությանն ու հանրությանը։ Ինչի դա փաստ չի։ Հիմա էլ որ որոշ եկեղեցականների, երբ որ քիթները խոթել են, թևերները քշտել են, մտել են քաղաքականություն ու քաղաքականության մեջ գրված ու չգրված կանոնների համապատասխան իրանց երեսին շրխկացնում ես իրանց պատասխանը, հուզվում են, հոգե ցնցվանքի եւ ցնցումների մեջ են ընկնում, վայ, ես ինչ արեցի, ես ինչ եք անում, թիրախավորում եք եկեղեցին։ Եկեղեցին որևէ մեկը չի թիրախավորում ենք ձեզ։ Որոշ սպասավորներ։ Բայց իրենք նույնականացրել են իրենց եկեղեցու հետ։ Գլուխները պատով են տվել, ինձ եւ քեզ նման եղել են Մսից ու Արյունից, գնացել են դպրոց, եղել են աշխարհիկ կյանքից են թևակողել հոգեվոր կյանք, կրակն են ընկել, որ իրանք շեղվել են իրենց հոգեվոր ծառայությունից։ Կրակն անգել է ժողովուրդը, որ իրենք շեղվել են, վեղարի ու խաչի տակ էլ պահկված, փորձում են քաղաքականություն ու աշխարհաքաղաքականություն խաղալ։ Մեկն էլ կա հայտարարում ասում աշխարհաքաղաքական կենտրոնները ինձ փոխանցել են, այ քեզ բան, այսինքն Ժիրայր պարզա չէ, սիրելի հայրենակիցներ, պարզա չէ։ Մի հատ նայեք հայտարարությունները, աշխարհաքաղաքական կենտրոնները քաղաքացի Վազգեն Գալստանյանին կամ հայ առաքելական եկեղեցու ինքնասառեցված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, չնայած ես դրա վրա խիստ կասկածում եմ եւ իրեն իմ մասով սրբազան եւ եկեղեցական չեմ համարում այլևս, փոխանցել են, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ որ դավադրություններ են նախապատրաստվում եւ շուշուտ իշխանափոխություն արեք։ Ազդեցության գործակալ չեք, ինչ եք։ Հատուկ ծառայությունների ագենտ չեք, ինչ եք։ Բա դրա համար եմ ասում, վեղարը հանեք տակի պագոնը տենա այս ժողովուրդը։ Չի հանում, հատուկ ծառայություն կա այս երկրում։ Գուցե կա։ Հա, բացատրություն տվել են այս մասով, ես չգիտեմ։ Առհասարակ, եթե այս երկրի հատուկ ծառայությունները աշխատանք կատարեին եւ բավարար լիներ այդ աշխատանքը, առնվազն
Շիրակի թեմի առաջնորդը իր կողմից արված հայտարարության համար, որը ենթադրում է ռազմական հեղաշրջում եւ բռնի ուժով իշխանության փոփոխություն, վաղուց ինքը փարաջեն իր հակից շատ հանգիստ հանած կլինեին, նրան էլ համապատասխան ուղիչ աշխատանքային կամ ոչ այնքան աշխատանքային գաղութն ու ծակը ուղարկած կլինեին, եթե լիներ։ Հիմա չունենք, ստիպված ենք մենք մեր թևերը կշտենք, մեր հայրենակիցներինս իրականությունը բացատրենք, մեր հայրենակիցների աչքերը բացենք, ու ասենք գնացեք ընտրեք սիրելի հայրենակիցներ, ցավոք սրտի մեզ կանգնացնում են այդ ընտրության առաջ, ցավոք սրտի քաղաքական դաշտը չեն մաքրում, ցավոք սրտի քաղաքական դաշտը չեն առողջացնում, ու դա արվում է օրվա իշխանությունների ձեռքով նաև, ես այստեղ մեղադրում եմ օրվա իշխանություններին, ես այսօր մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ Գարեգին Բ-ի հետ կապված հարցերը, երբ որ առաջացել են եւ վեր էին հանվել 2018 թվականին, Նիկոլ Փաշինյանի գործուն ջանքերի արդյունքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զսպվածության կոչ արեց եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թույլ չտվեց, որպեսզի եկեղեցում եւս հեղափոխական փոփոխություններ լինեին, որովհետեւ դրա կարիքը կա։ Հենց եկեղեցական կանոնագրքով կա։ Նիկոլ Փաշինյանն էր նաև ճարտարապետը 2018 թվականին, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ մկների ու ձկների հարցը այլ կերպ էին ուզում լուծել եւ թույլ չտրվեց։ Փոխարենը ինչ ստացանք, Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակը վերածվեց քաղաքական գործոնի, Սերժ Սարգսյան քաղաքական դիակն ու Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության մեջ թիվ 1 մերժվածը դարձավ քաղաքական գործոն։ Այն հոկտեմբերի 27-ը իբրև համաժողովրդական, ինչպես էր ասել, մի դաշնակ կա, սպիսիալարված, հա, ինչ էր ասել։ Ասել որ դա պորտկում է։ Հոկտեմբերի 27-ը, հա, պորտկում է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պորտկան գլխիդ։ Դե արի ու մի ասա, դա պորտկում է։ Այս սա ունենք եւ իրականում մի բան պետք է ասեմ, սիրելի հայրենակիցներ, ես իզուր չնշեցի, որ 2026 թվականը ինքն իրենով լինելու է ճակատամարտ։ Ու այդ ճակատամարտի ընթացքում ոչ թե պետքա գործի դրվեն զենքեր ուղիղ իմաստով, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա վերցնի իր զենքը վերջին փամփուշտով իր քվյաթերթիկով ու հատիկ շարի սրանց ճակատին։ Այդ քվյաթերթիկով, այդ քվյաթերթիկն է լինելու փամփուշտը ձեր ձեռքին եւ զենքը ձեր ձեռքին, որպեսզի 2026 թվականին հատիկ այս անկախության տակ ռումբերականներ դնող ուժերի գլխին շարեք դուք։ Ու այս համատեքստում ես այս փուլից սկսած դեռևս 1 տարի առաջ սկսած հորդորում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, տանը որևէ պարագայում չնստել։ Որևէ պարագայում չնստել, հակառակ դեպքում դուք ստիպված կլինեք ապաշնորների կողմից կառավարվելուն ենթարկվել։ Հակառակ դեպքում մենք այդ պատկերն ունենք, իրականում ընտրությունների շատ ցածր տոկոս է մասնակցում, մեր հայրենակիցներն արդարացիորեն հիասթափված են քաղաքական դաշտում գրեթե բոլորից, բայց դա խնդրի լուծում չի, սիրելի ժողովուրդ։ Դա խնդրի լուծում չի, որովհետև դուք տեսնում եք, որ օտարերկրյա ուժեր, ազդեցության գործակալներ, ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոններ տերտերների միջոցով, աշխարհաքաղաքական կենտրոններ հայտնի հաճախորդների եւ գույք պարտքի դիմաց ստորագրածների միջոցով փորձում են Հայաստանի Հանրապետության անկախության գլխին սուր ճոճել։ Սա պիտի թույլ չտանք, մեզանից յուրաքանչյուրը դուք պիտի թույլ չտաք, է։ Տեսնում ենք, որ հատուկ ծառայությունները այդպես ունեն։ Ավանակի ականջում քնած են, արձագանքում են, երբ պետք է, չեն արձագանքում, երբ պետք չի։ Այսպիսի իրավիճակ ունենք։ Փոփոխությունների, լրջագույն փոփոխությունների առաջ ենք կանգնած եւ այդ փոփոխությունների մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է լինի գլխավոր ճարտարապետը։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր։